Հարկային տերորը ճնշում է բիզնեսներին ու բիզնեսները փակվում են։ Բայց 10 միլիոն դրամը շատ քիչ չի։ Տարբեր մշակույթներ են գործում պեկում, քննչականում եւ դատախազությունում, չի կարելի բիզնեսին սովորեցնել, որ ինքը պետքա հարկ չվճարի։ Ինչքան է ավելացել մեր կենսաթոշակը 2025 թվականին։ Լավ տղեկ կատակ անում ոնց որ թե Իսկ բոլոր ֆոնդերից ամենաեկամտաբերը եղել է հարկայինը, բացի հարկեր հավաքելուց նաև հարկերը հետա տալիս։ Ուրեմն 95 միլիարդ 605 միլիոն դրամ վերադարձվել է քաղաքացիներին որպես հիփոթեկային վարկերի տոկոսի փոխհատուցում։ Ինչքան գումար է հնարավոր աշխատել YouTube-ի միջոցով։ Ողջույն բոլորին։ Եթե դու աշխատող ես, բիզնեսմեն ես, ներդրող ես կամ ուղղակի կայացնում ես որոշակի ֆինանսական որոշումներ, ապա մեր ոդքասթը կօգնի այդ որոշումներում ավելացնել ֆինանսական բանականություն։ Սա մեր 20-րդ էպիզոդն է, բաժանորդագրվիր How to be Edge-ին, գնացինք։ ՊԿ հրապարակել է 2025 թվականի գործունեության համառոտագիրը, մեջ չկա բավականին հետաքրքիր ինֆորմացիաներ։ Ասում են, որ հարկերի բարձրացումը, հարկային տերորը ճնշում է բիզնեսներին ու բիզնեսները փակվում են։ Ինչ ես կարծում, 2025 թվականին Հայաստանում բիզնեսները շատացել են, թե քչացել են։ Ինձ թվում է ամեն դեպքում շատացել են, բայց փակվածներ էլ կլինեն։ Քեզ ճիշտ է թվում, համաձայն ՊԿ-ի համառոտագրի, ուրեմն 2025 թվականի ընթացքում հունվար-դեկտեմբեր գրանցվել է 24767 ԱՁ եւ նույն ժամանակահատվածում փակվել է 6849։ Եվ միևնույն ժամանակ իրավաբանական անձիկ, հավանաբար մեծամասնություն դրանք ՍՊ-ներ են, 10265 ընկերություն գրանցվել է, 264-ը լուծարվել։ Արդյոք այս թվերը արտացոլում են ամբողջ իրականությունը, ես չի ասի, որովհետև կա Հայաստանում մի հատ էլ կարգավիճակ, դա կոչվում է գործունեության դադարեցումը։ Ու մենք պետք է նաև հասկանանք, թե ինչքան բիզնես կա, որ ինքը չի լուծարվի, այսինքն օֆիցիալ չի փակվել, բայց նաև էլ չի գործում, հարկեր չի վճարում ու դադարել է։ Այդ տվյալը ցավոք չեմ գտել, դրա համար ամբողջական պատկերը մի քիչ դժվար է ասել։ Իսկ 2024-ին նույն տվյալները ունենք։ Նույն համառոտագրում կա նաև 2024 թվականինը, եթե 25 թվականին 24767 ԱԶ գրանցվի, ապա 24 թվականին 23434 ԱԶ գրանցվի, այսինքն մոտավորապես 1300 ԱԶ-ով ավել է գրանցվել այս ընթացիկ տարում։ Իսկ կազմակերպությունների մասով այս տարի 10265 էր, նախորդ տարի 9540, այսինքն միտումը, որ նայում են գրանցվածների, դրանք շատ են, բայց այդտեղ կա մի քանի տարբեր պատճառներ, օրինակ կան ինչ-որ բիզնեսներ, որոնք դադարեցնում են իրենց գործունեությունը, նույն բիզնեսը նորից նոր ՍՊ-ով գրանցում են, հա։ Դրա համար շատ կարևոր է վիճակագրությանը նաև ավելացնենք դադարում գտնվող ընկերությունների քանակը կամ ԱԶ-ների քանակը, որպեսզի այդպես ավելի համապարփակ պատկերացում ունենանք։ Բայց ամեն դեպքում տարբերությունը ահագին մեծ է։ Հա, ամեն դեպքում երևում է, որ շոշափելի աճ ունենք ու պատճառներից մեկը, որը ես գիտեմ, դա այնուամենայնիվ ռելոկանտներն են, որոնք թվում է թե կորել են մեր տեսադաշտից, բայց այնուամենայնիվ կա որոշակի հոսք, ոչ այնքան որքան 22-23 թվականներ, բայց այնուամենայնիվ կա գալիս են գրանցվում են հիմնականում ԱԶ-ներ եւ բնականաբար նաեւ ենթադրում եմ, որ այս գրանցվածների մեջ մեծ քանակությամբ մեր Հնդկաստանից ու հարակից երկրներից ժամանած հիմնականում առաքման ոլորտում աշխատողներն են, որոնք նույնպես գրանցվում են որպես ԱԶ։ Հա, ու իրանց շուտով ստուգելու են։ Առաքման պայմանները պետք է սանիտարահիգիենիկ, պետք է ապահովեն, վերջերս ընդունված որոշումներից մեկն է։ Հետևաբար ոնց որ այս մասով եղած վիճակագրությունը թույլ է տալիս ընդհանրապես ասել, որ առնվազն այս մակարդակում վիճակագրությունը չի հուշում, որ տենց կտրուկ ինչ-որ խնդիրներ կա եւ շատ բիզնեսներ փակվում են, բայց նաև չի փաստում, որ ամեն ինչ շատ լավ է։ Դե բայց կարող է ճնշում են բիզնեսներին ու ամեն դեպքում օրինակ տուգանքները։ Հիմա արի հասկանանք, թե ինչքան են ճնշել ու քանի բիզնես են ճնշել, եթե կարելի է այդպես ասել, այս նախորդ տարվա ընթացքում։ Ուրեմն նախ ասեմ, որ հարկայինը իրականացնում է բավականին շատ քանակությամբ ռեֆորմներ ու որոշակի ներդրել է նաև AI
գործիքակազմ, որպեսզի բացահայտի ռիսկային բիզնեսները ու ընդհանուր առմամբ պաշտոնական մակարդակում պնդում եմ, որ նպատակն է ստուգումների քանակը քչացնել եւ ունենալ այնպիսի տվյալների տեսք, որ կարողանան շատ արագ իդենտիֆիկացնել խնդրահարույց դեպքերը ու նամակագրությունով բիզնեսին տեղյակ պահեն, որ հարկային տեսնում է խնդիրներ կամ ստանա պարզաբանումներ կամ բիզնեսը հասկանա, որ ունի խնդիրներ, ինքնուրույն ճշգրտումներ անի։ Հանուն արդարության ասեմ, որ դա իրոք տեղի է ունենում, երբեմն իհարկե լինում է, որ, չգիտեմ, ինչ-որ վերլուծության արդյունքում բիզնեսի սպეციფիկա հաշվի չի առնվում կամ ինչ-որ կարևոր իրադարձություններ հաշվի չեն առնվում, բայց մյուս կողմից էլ որոշ դեպքերում դրանք օբյեկտիվ ու արդյունավետ գործիքակազմ է, որը ՊԵԿ-ի նպատակը այն է, որ դա շատանա։ Բայց դրա հետ զուգահեռ կա այնուամենայնիվ խնդրահարույց խնդիրներ, հատկապես եթե ՊԵԿ-ը գնահատում է, որ պոտենցիալ հարկը, որը չի վճարվել 10 միլիոն դրամ ու ավել է, օրենսդրության համաձայն իրանք պետք է նախաձեռնեն քրեական վարույթ, այսինքն ՊԵԿ-ը նամակ է ուղարկում քննչական կոմիտե, նրանք հարուցում են քրեական վարույթ ու այդտեղ արդեն բավականին շատ խնդիրներ է առաջանում, որովհետև տարբեր մշակույթներ են գործում ՊԵԿ-ում, քննչականում եւ դատախազությունում ու դրանց այն որ տենց միավորվում են իրար, շատ հաճախ ինքը այդքան էլ մարդակենտրոն չի դառնում։ Բայց 10 միլիոն դրամը շատ քիչ չի բիզնեսի 10 միլիոնը նախ 6 միլիոն էր, դարձավ 10, եթե չեմ սխալվում, 22 թվականին այդ 6 միլիոնը դարձավ 10 միլիոն, հիմա տարբեր թվեր են շրջանառվում եւ գիտեմ, որ process կա, որ ել ավելի բարելավի, ավելի մարդակենտրոն դառնա այդ process-ը ու հույս ունեմ, որ այն ինչ որ հիմա քննարկվում է, կդառնա իրականություն ու վստահ եմ, որ շատ բիզնեսներին դա դուր կգա, թե ինչ ընթացակարգերով այդ ամեն ինչը տեղի ունենալու։ Հիմա փորձենք հասկանանք, թե ՊԵԿ-ը ինչ գործիքակազմ կիրառ է, որպեսզի բիզնեսները իրանց հարկերը ճիշտ վճարեն։ Նախ իրականացրել է 548 համալիր հարկային ստուգում կամ որ տենց ասում են բիզնեսներ բյուջեի ստուգում։ Դա այն ստուգումն է, երբ որ գալիս են ու բոլոր հարկատեսակներով բավական մեծ պերիոդում ստուգում է իրականացվում։ Ինքը համարվում է ամենադժվար ստուգումներից մեկը, որովհետև ըստ էության բիզնեսի բոլոր գործարքները բոլոր կողմերից ու բոլոր հարկատեսակներով ստուգվում են։ 548-ը ես ասեմ, որ նախկին տարիների համեմատ ճիշտ այստեղ թվերը չկա, բայց ասեմ, որ ավելի քիչ ա եղել, որտեղ նախկինում ՊԵԿ-ը հրապարակում էր ցուցակ, ու այդ ցուցակը լինում էր 1000-ից 1500 ընկերություններ, որ ներառված էին, ում պետքա գան ստուգեին։ Հիմա այդ պահանջը ՊԵԿ-ը չի կատարում, որտեղ օրենքով փոփոխվեց, չի հրապարակում ցուցակը, բայց արդյունքը որ նայում ենք 548 ընկերություն, ինքը մոտավորապես տենց մի 30-40% քանակը նվազել է։ Դրանց արդյունքում 39 միլիարդ 630 միլիոն այդ բյուջե գումար է վճարվել կամ պետքա վճարվի, որից 449 ընկերությունը 31 միլիարդը ոնց որ ինքնուրույն համաձայնվել է, ընդունել է, ճշգրտել է եւ այդ գումարը իրանք պատրաստում են վճարել։ Հավանաբար այն 8 միլիարդը դա կամ այն պերիոդն է, որ բիզնեսը հնարավորություն չունի ճշգրտելու, որտեվ կա ժամկետային սահմանափակում, թե որ պերիոդը կարա բիզնեսը ճշգրտի, կամ բիզնեսը չի ընդունա եւ հետագայում, չգիտեմ, բողոքարկելու է կամ գնալու է դատարան։ Իսկ այդ շատ է, թե չէ այդ թիվը։ Նախորդ տարիներն ունենք։ Նախորդ տարիները չունենք, բայց կա այդտեղ հավելաճի տոկոս, 110%-ը, ենթադրում որ 10%-ով ավել է, քան նախորդ տարի։ Կամավոր վերականգնածը 110% հավելաճը, բայց ընդհանուր գումարը 67%, այսինքն նվազել է այդ մուտքերը։ Հաջորդը դա երբ որ ընկերությունը լուծարվում է, նորից անցնում է համալիր հարկային ստուգում, որպեսզի վերջնական պետության հետ իրանց հաշվարկներն անեն եւ ընկերությունը հնարավորություն ունենա լուծարելու։ Տեղի ունեցել 328 հատ նմանատիպ ստուգում, որի արդյունքում 177 միլիոն դրամ մոտավորապես վճարվել է, որից 175-ը ճշգրտումների արդյունքում։ Ինչը էլի տենց բավականին մեծ տոկոս է։ Ու տեղի ունեցել թեմատիկ ստուգումներ, թեմատիկ ստուգումները, որ դու պատկերացնես, օրինակ, երբ որ ոչ մի հատ ընկերության գալիս են, նայում են գրանցված աշխատողներ ունեն, թե չունեն, կամ են որ ասում են ՀԴՄ հարկայինը գալիս է, հսկիչ գնում անում, ՀԴՄ տրամադրում են,
թե չեն տրամադրում, կա նաև չափագրում, հա, երբ որ գալիս են մի հատ պերիոդ չափագրում են թե ընկերությունի շրջանառություն ունի, հետո դա մոտավորապես համեմատում են մյուս պերիոդների հետ, նայեն թե կա էական շեղումներ, թե չկա։ Թեմատիկ ստուգումները ընդհանուր եղել են 9567 հատ, որից բնականաբար ամենաշատը դա ՀԴՄ-ի ստուգումներն էր 8775 ու թեմատիկ ստուգումներով ընդհանուր վերականգնվել է 3 միլիարդ 932 միլիոն, որից այն որ ասում առողջի բաժինը 2 միլիարդ 700 միլիոնը դա բաժին անգնում հենց ՀԴՄ ստուգումներին։ Ողոքին է։ Հա։ Ու ստեղել նորից աճ ա եղել նախորդ տարվա համեմատ 18%։ Հիմա սա տերոր է թե չէ։ Շատ լավ հարց է տալիս ու ինքը տենց երկար քննարկման առարկա է, ինչի համար, որտեղ երբ որ ՊԿ-ի հետ խոսում ես, ինքը ասում է որ մենք ուժային կառույց ենք ու շատ հաճախ, քանի որ բիզնեսները կարգապաճ են, ստիպված ենք ոնց որ ուժ կիրառել, բայց նաև ինչն այնց դուր գալիս, որ աստիճանաբար այդ ուժը դառնում ավելի փափուկ, ավելի խելացի, ավելի մասնագիտորեն հմտացած, դինամիկայի մեջ է պետք նայել հարցը, դինամիկան բնականաբար ունենք պոզիտիվ փոփոխություններ, հա։ Արդյոք այնա ինչ որ բոլորս երազում ենք, բնականաբար չէ ու շատ մեծ ծավալի գործ կանելու ու որոշակի օրենսդրական փոփոխություններ ու ռեֆորմներ նաև ՊԿ-ի շրջանակում ցույց են տալիս, որ տենց աստիճանաբար գնում ենք դրան։ Նաև ոնց որ նշեցիք քրեական գործերի մասով ինքը մի հատ գործիք է դարել, որը տենց շատ բացի դիսկոմֆորտից մի տեսակ վերաբերմունք է փոխում ՊԿ-ի նկատմամբ։ Եթե տեղել փոփոխություններ լինեն, ընթացակ արկերը փոփոխվեն, ինչը տենց իմ իմանալով պետք է որ տեղի ունենան, կարանք համարենք, որ բավականին ՊԿ-ը մեղմացնում է ու ավելի գործընկերային է դառնում։ Մեկ ուրիշ հարց է, որ մենք նաև ունենք խնդիր օրենսդրության հաճախ փոփոխության ու ինչ է տեղի ունենում, որ ինչ որ օրենք է փոփոխվում, մեղվում կամ տրվում է ինչ որ արտոնություն ու կոպիտ ասած պետությունը ձեռ է մեկնում բիզնեսներին առաջարկելով, որ դուրս գալ ստվերից, ինչ որ ավելի փափուկ մեղմ հարկային պայմաններով աշխատել, բայց հենց բիզնեսը ոնց որ դուրս է գալիս կամ մի քիչ է դուրս գալիս, հետո ասում են, բայց չէ, ոնց որ թե տեղ արդար չի ու այդ արտոնությունը զրկում են ու այդտեղ մենք խնդիր ունենք ու ես ինչքան գիտեմ, հիմա ոնց որ որտեղ գրվել է քաղաքականություն, որ նախ փոփոխությունները տարին մեկ անգամ է լինելու եւ ենթադրաբար ոնց որ էական ինչ-որ վատթարացումներ տեսանելի ապագայում չկան, հետեւաբար դա էլ է լավ էլի, որովհետեւ մի բան է, որ դու արտոնություն ես տալիս, հետո 1-2 տարի հետո հանում ես, որովհետեւ դու բիզնեսին սովորացնում ես քիչ հարկ վճարել, ինքը իր բիզնեսը կառուցում է այդ հարկային ծանրաբեռնվածությամբ, հետո կտրուկ ավելացնում ես ու այն էկոնոմիկան, ինչ որ իրանք հաշվել են, այն բանականությունը, ֆինանսական, որը դրել են իրաց բիզնեսի մեջ, էլ չի աշխատում ու այդտեղ նորից վարկագծի փոփոխություն է լինում, կամ փակվում է, կամ նորից գնում է ստվեր, կամ ինչ որ այլ լուծումներ է գտնում։ Դրա համար հարկայինն էլ երևի պետք է առաջնորդվի ֆինանսական բանականությամբ։ Ինձ թվում է հարկային առաջնորդվում է ֆինանսական բանականությամբ, ինձ մեկ թվում է, որ լավ կլինի, որ քաղաքական գործիչները տնտեսական ծրագրերը ներկայացնելուց առաջնորդեն ֆինանսական բանականությամբ, որտեղ շատ հաճախ լինում է, որ խոստում է տրվում ինչ-որ հարկային արտոնությունների, որոնք ստակ չկա ֆինանսական բանականություն ու հետո դա ստեղծում է պրոբլեմ։ Ես հիշում եմ, որ տարբեր մասնագիտական քննարկումներում շատ ինձանից ավելի փորձառու մարդիկ, ովքեր որ տարիներ շարունակ մասնակցել այդ քննարկումներին, ասում են չի կարելի բիզնեսին սովորեցնել, որ ինքը պետքա հարկ չվճարի, որովհետև այդ հակառակը սովորեցնելը շատ դժվար է։ Իսկ մենք տալիս ենք արտոնություն ինչի համար, որ բիզնեսը մեծանա ու ավելի շատ հարկ վճարի։ Հետաբար երբ դու սովորեցնում ես, որ հարկ վճարելը մշակույթից իրան կտրում ես, հետո շատ դժվար է հետ բերել։ Եթե ունեք բիզնես, գրեք մեկնաբանություններում ինչ խնդիրների եք բախվում ՊԿ-ի հետ հարաբերություններում եւ ինչ հարցերի շուրջ կցանկանայիք ստանալ ավելի խորը պարզաբանումներ, մենք անպայման կփորձենք անդրադառնալ այդ հարցերին։ Մեր երկրորդ թեման ինչքան է ավելացել մեր կենսաթոշակը 2025 թվականին։ Խոսքը թոշակների բարձրացման մասին չէ, այլ հիմա ոնց են ընդհանրապես ձևավորվում, հա, մեր ապագա կենսաթոշակները։ 3 աղբյուր, մեկը մեր հատկացումները, որ ամեն ամիս վճարում ենք կենսաթոշակային ֆոնդ, մյուսը պետության հատկացումները, որ ինքն էլ ավելացնում է այդ գումարին, եւ երրորդ մասը դրա ձևավորվում է, երբ որ մեր ֆոնդերի կառավարիչները այդ գումարը ներդրում են կատարում տարբեր ակտիվների մեջ, եւ դա տարվա ընթացքում ունենում է եկամուտ։
Հիմա մեր երկու ֆոնդերն էլ Agba Amundsen եւ C Quadrat Ampegan հրապարակել են 2025 թվականի արդյունքները եւ տեսնենք թե ինչ եկամտաբերություն են ապավել, ինչքան է մեր գումարը ավելացել։ Մի հատ լրացում անեմ, որ կա նաև եւս մեկ բաղադրիչ, դա բազային թոշակն է լինելու, այն մարդիկ, որոնք որ երբեք չեն աշխատել ու որևէ գումար չեն կուտակել, իրանք այնուամենայնիվ այդ բազային թոշակը ստանալ են, կեսա թոշակը, իսկ ովքեր աշխատել են, կուտակել են եւ պետությունն էլ է իրանց տեղը վճարել, ներդրել են ու որոշակի եկամուտ առաջացել, ոնց որ բազային թոշակից բացի նաև կստանան այդ կտորով բաժին հասնող հավելյալ մասը։ 2025 թվականը ներդրումային բառապաշարով ասած ցլի տարի էր եւ դա արտացոլվել է նաեւ մեր կենսաթոշակային ակտիվների եկամտաբերության մեջ, ուրեմն ինչպես գիտեք 3 տեսակի ֆոնդ կա, դրանցից ամենացածր ռիսկայինը կայուն եկամտային ֆոնդն է, որում Agba Amundsen-ի կայուն եկամտային ֆոնդը գրանցել է 10.1% եկամտաբերություն, C Quadrat Ampegan-ը 10.8% եկամտաբերություն։ Պահպանողական ֆոնդում Agba Amundsen-ում 12% եկամտաբերություն, C Quadrat-ում 12.8% եկամտաբերություն եւ ամենա եկամտաբերը հավասարակշռված ֆոնդն է, որտեղ բացի պարտատոմսերից նաեւ մեծ թիվ են, մեծ կշիռ ունեն բաժնետոմսի նման գործիքները, բաժնային գործիքները։ Այստեղ Agba Amundsen-ում ունենք 12.4% եկամտաբերություն, իսկ բոլոր ֆոնդերից ամենաեկամտաբերը եղել է C Quadrat Ampegan-ի հավասարակշռված ֆոնդը 13.8% եկամտաբերություն։ Եթե օրինակ նայենք ամերիկական ֆոնդային բորսան, չէ, ու իրանց ընդհանրապես գործիքակազմը անցած տարի շատ տենց որ ասում են վոլատիլներ, այսինքն տենց տատանողականությունը բավականին մեծ էր, հիմնականում բնականաբար կախված էր Թրամփի տրամադրությունից ու հայտարարություններից, հատկապես տարիֆների կամ աքսատուրքերի հետ պատերազմի հայտարարությունները, որովհետև առաջի անգամ երբ որ տենց հայտարարեց, հիշում ես, չէ, միացած մեծ պլակատով տենց գրած էր համատականները եւ այլն, այդ առաջինը տենց մեծ ազդեցություն ունեցավ, հետո ոնց որ թե շարունակվեցին, բայց շուկան հարմարվեց, այն որ ասում լավ տղեկ կատակ անում ոնց որ թե մի քիչ այդ ազդեցությունը իր հայտարարությունների շուկայի վրա ավելի թուլացավ, բայց այնուամենայնիվ ինքը տենց մի պահ անկում ունեցավ, հետո նորից վերականգնվեց եւ մի բան էլ բարձրացավ ու ինչի հաշվին է ձևավորվեց եկամտաբերությունը հատկապես հավասարակշռված ֆոնդի ուրեմն հենց արտասահմանյան հիմնականում ամերիկյան ու նաեւ եվրոպական շուկաներում բաժնետոմսերի այդ կտորը ապահովել է մոտավորապես 20%-ի եկամտաբերություն ու հենց դրա հաշվին է որ նման աճ է գրանցվել պետք է նաեւ նշել որ բավականին մեծ ներդրումներ ունեն մեր կենսաթոշակային ֆոնդերը նաեւ հայկական պարտատոմսերում թե պետական, թե կորպորատիվ ու ընդեղ էլ միջինում 7% եկամտաբերություն է ապահովել, այսինքն այդ պարտատոմսերի հատվածը, այսպես ասած, հիմքն է ապահովել, իսկ բաժնետոմսերի վրա ունեցել են որոշակի աճ։ Իսկ ընդհանուր առմամբ 13.8% աճը կենսաթոշակային ֆոնդի համար բավականին պետք է ասել պատկառելի աճ կարելի է համարել։ Հատկապես որ հաշվի առնենք որ ինքը մի քանի անգամ ավելի բարձր է, քան ինֆլյացիան, տենց այդ առումով շատ թույն է, բայց բացի դրանից այդ ոլորտում անցած տարի կար հետարքի նորություն, որ ֆոնդերից մեկը որոշակի գումար, իհարկե ոչ տենց մեծ, բայց նաև ներդրեց հայկական venture-ային ֆոնդի մեջ ու փաստացի նաև հայկական ստարտափ-էկո համակարգի մեջ, ինչը տենց առաջի անգամ էր նման բան տեղի ունենում ու օրինակ ինձ համար դա շատ հաճելի նորություն էր, ես ընդհանրապես շատ կուրախանամ, որ տարիների ընթացքում մեր կապիտալի շուկան այնքան զարգանա ու կայունանա դառնա վստահելի, որ մեր կուտակումների էական մասը այնուամենայնիվ ներդրվի հայկական կապիտալի շուկայում ու արժեք ստեղծի հենց հայկական ընկերությունների համար, այսինքն գումարները օգտագործեն հայկական ընկերությունները ու օգտվեն ոնց որ այդ գեներացված հարստությունից, որը մեծ հաշվով գեներացնում են բոլոր հարկատուները։ Հա ու անցած տարի նաև այդ օրենքը ընդունվեց, որով հիմա կենսաթոշակային ֆոնդերը նախկինում չունեին իրավունք, հիմա իրավունք ունեն իրենք կամայական բիզնեսում ձեռք բերել մասնաբաժին, այսինքն ներդրում կատարել այդ բիզնեսի մեջ։ Եվ եթե ընդհանուր 2014 թվականից է սկսվել
կենսաթոշակային ֆոնդերի ձևավորումը, եթե այս ամբողջ ժամանակահատվածի համար վերցնենք եկամտաբերությունը, ԱԳԲԱ Ամունդիում ունենք համապատասխանաբար 7.5%, 8% եւ 8.2% եկամտաբերություն այս ամբողջ ընթացքի համար եւ C կվադրատ Ամպեգայում 8.3, 8.4 եւ 8.6 Այսինքն որպես կանոն C կվադրատի այսպես եկամտաբերությունը մի փոքր բարձր է ԱԳԲԱ Ամունդի եկամտաբերությունից, բայց միևնույն ժամանակ պետք է նշել, որ չգիտես էլ ավելի երկար ժամկետում դա ինչքան կկազմի, որովհետև այս ֆոնդերը շատ երկար հեռանկարով են, այսինքն օրինակ դուք եթե 18 տարեկանից սկսեք աշխատել ու գումարներ վճարեք ֆոնդին 63-65 տարեկանում նոր սկսելու եք հետ ստանալ ու այս ամբողջ ընթացքում այդ ներդրումները աշխատելու են։ Շատ արագ ChatGPT-ին հարցրեցի, վստահ չեմ, որ ճիշտ է պատասխանա, բայց մոտավորապես պատկերացնենք, ինձ հետաքրքիր թե S&P 500-ը այդ նույն 2014-2025 թվականներին միջին ինչ եկամտաբերություն ունեցել ու տալիս է 14.5%, մենք հետո երևի կճշտենք նաև կոմենտներում կգրենք թե Steve-ը ճիշտ է թե ճիշտ չի, բայց ինչ է նշանակում, որ S&P 500-ը այդ ինչա ոնց որ ամերիկական կապիտալի շուկայում տենց top 500 ընկերությունների միջինացված բաժնետոմսերի աճը կազմել է 14.5%։ Երբ որ դրա հետ ենք համեմատում, ոնց որ թե մեր ֆոնդերի շահութաբերությունը այդքան էլ լավ չի։ Հա, բայց եթե հաշվի առնենք, որ իրենց բնույթով ավելի պահպանողական են, այսինքն պետք է ապահովեն ցածր ռիսկ, որովհետև գործ ունեն մարդկանց ապագա կենսաթոշակների հետ, ապա կարծում եմ կարելի է սա համարել նորմալ։ Չէ, միանշանակ, որովհետև ես հիշում եմ, երբ որ ներդրվում էր կարիքը ռիսկեր, որ բավարար չապահովեն բավարար շահութաբերություն եւ կարիք լինի ոնց որ պետությունը սուբսիդավորի, բավարար այդ փողերը փոշիանան։ Նման խոսակցություններ կա, հիմա 11 տարվա աշխատանքի արդյունքը ցույց է տալիս, որ այտենց միջազգային մակարդակում բավականին լավ շահութաբերություն ունենք։ Ընդ որում ես վստահ եմ, որ մեր կൂട്ടակայինի մասնակիցների մեծ մասը տեղյակ չի թե իրանք որ ֆոնդ ունեն ու որտեղ է կൂട്ടակվում ինչքան եւ նաեւ չեն փոփոխում իրանք ֆոնդերը։ Կարող է լավ առիթ լինի, որ մի հատ խորանան նայեն ու նաև որոշում կայացնեն, որ օրինակ չգիտեմ, ֆոնդի տեսակն են փոխում, օրինակ պահպանողականից հավասարակշռվածին են անցնում եւ այլն, հա, որովհետեւ դա էլ էական ազդեցություն ունի, թե ապագայում ինչքան կենսաթոշակ են իրանք ստանալու։ Ու հետաքրքիր է նաև թե ինչպես է բաշխված մարդկանց ընտրությունը, հա, այս ֆոնդերի միջև։ Ուրեմն առաջատարը ԱԳԲԱ Ամունդին է, որը 558,000 մասնակից ունի, ընդհանուր ակտիվները, որ կառավարում է, կազմում է 733.9 միլիարդ դրամ, որից 191 միլիարդ դրամը հենց եկամուտի տեսքով ավելացած գումարն է։ Ակտիվներն են։ Այսինքն կոպիտ ասած, մենք կարող ենք ստանալ բոլորով այդ 558,000 հոգով, հա, 733 միլիարդ դրամ կենսաթոշակ ապագայում, բայց հիմա 191 միլիարդ դրամ էլ ավել ենք ստանալու։ Եվ C կվադրատում կա 449,000 մասնակից, 691 միլիարդ դրամ ակտիվ, որից 195 միլիարդ դրամը եկամուտ։ Այսինքն ունենալով ավելի քիչ ակտիվ, C կվադրատը ավելի շատ եկամուտ է գեներացրել ու ավելի է մեծացրել մեր ապագա կենսաթոշակի չափը։ Այսինքն թեպետ այդ գումարները մեծ մասը ներդրվում են երկրից դուրս, բայց դրանց օգուտները գալու են Հայաստան ու դա կենսաթոշակի տեսքով հետ վերադառնան մեր տնտեսություն։ Այո, եթե չեմ սխալվում, 2034 թվականից սկսած։ Հեսա ասեմ 74 թվականի ծնվածներն են։ 37։ Հա։ Հարկային է, բացի հարկեր հավաքելուց, նաև հարկերը հետա տալիս։ Այդ հարկերը հետա տալիս եւ բիզնեսներին եւ սովորական մարդկանց։ Ուրեմն անցած տարի գումարային հետա տվել 403 միլիարդ 355 միլիոն դրամ։
որի առույցի բաժինը կազմում է ավելացված արժեքի հարկը, այդ ինչ է իրանց ներկայացնում, երբ որ ընկերությունները վճարում են, օրինակ ապրանքներ են մաքսազերծում կամ մեծ գնումներ են կատարում, դրա համար ավելացված արժեքի հարկ են վճարում, հետո պետք է քիչ-քիչ օգտագործեն, կարողանում են դիմում գրեն, ամբողջ այդ գերավճարը հետ ստանան։ Եվ երկրորդը ակցիզային հարկն է, նորից երբ որ ընկերությունները ունենում են գերավճարներ, կարող են դիմում գրեն եւ հետ ստանան։ Ուրեմն 278 միլիարդ 939 միլիոնը դա ավելացված արժեքի հարկ է եղել եւ 11 միլիարդ 487 միլիոնը ակցիզային հարկն է եղել։ Այս են գումարներն, որոնք հետ են գնում բիզնեսներին։ Հիմա քաղաքացիներին։ Ուրեմն հետ է տվել 110 միլիարդ 469 միլիոն դրամ։ Երկու հիմնական հոդվածներ են, կարող ես գուշակես որոնք են։ Դե մեկը, որից ես էլ եմ օգտվում, հիփոթեկային վարկի հիփոթեկային վերադարձը, ընդ որում ասեմ, սա այն դեպքն է, երբ ես պետական համակարգի աշխատանքից տպավորված եմ, որովհետև երբ գալիս է օրը, դիմումի լրացնելը եւ այդ գումարի նստելը հաշվի, այնքան սահուն ու արագ է ընթանում, որ չես հավատում, որ ինչ-որ պետական համակարգի հետ գործ ունես։ Իրականում այդ ավտոմատացումները, որոնք որ ՊԿ-ը անում է, ու իմ կարծիքով ընդհանրապես մեր ամբողջ պետական կառավարման մեջ ՊԿ-ի ավտոմատացումը ինչքան էլ խնդիրներ լինի, որտեղ իրոք տվյալների բազան շատ մեծ է, բայց այնուամենայնիվ գործիքակազմը բավականին լավն է, ու երբ որ խոսում ես տարբեր ՊԿ-ին այսօր շատ լայք էր գնաց։ Ու երբ որ նաև համատում ենք ուրիշ երկրների հետ, իրոք ելի եմ ասում, բնականաբար կա թերություններ, որտեղ տվյալների բազան շատ մեծ է, բայց լիքը մանր բաներ կա, որ մենք չենք գնահատում, դարել է մեզ համար սովորական, բայց իրոք այդ գործիքակազմը դարձել է բավականին հեշտ ու հարմարավետ։ Ուրեմն 95 միլիարդ 605 միլիոն դրամ վերադարձվել է քաղաքացիներին որպես հիփոթեկային վարկերի տոկոսի փոխհատուցում իրանց վճարած եկամտային հարկի հաշվին։ Ահռելի մեծ թիվ է, ու այս թիվը ոնց որ մեծանում է ու դեռ շարունակում է մեծանալ, որովհետև թեպետ Երևանում նոր կառուցվողներում դեռ չկա, բայց կան դեռ բնակարաններ, որ կարող ես գնես ու օգտվես, եւ Երևանից դուրս մարզերում նորից ծրագիրը դեռ շարունակում է գործել ու ծրագրի 2029-ը դեռ կգործի։ Ու ծրագրի շահառուները անդադ շատանում են։ Հիմա որ համեմատենք, ուրեմն 2024 թվականի 4-րդ եռամսյակին հետ է վերադարձվել 99 միլիարդ դրամ, այս 2025 թվականի 4-րդ եռամսյակում վերադարձվել է 115 միլիարդ 319 միլիոն դրամ։ Իսկ աճը դեռ ակնհայտ երևում է ու շատանում է։ Ամբողջ 2024 թվականին վերադարձվել է 392 միլիարդ 25 թվականին 403 միլիարդ, այսինքն տարվա կտրվածքով մոտավորապես 9 միլիարդ մի քիչ ավել շատացել է այս թիվը։ Եվ ավելացել է երկրորդ կոմպոնենտը, որ էլի մարդկանց ոնց որ վերադարձնում է, դա էլ սոցիալական կրեդիտներն է, երբ որ մարդիկ հայտարարում են իրենց եկամուտները ունեն բժշկական կամ կրթական ծախսեր, ապա համապատասխանաբար 50 կամ 100,000 դրամ լիմիտով, բայց ոչ ավել քան գումարային 100,000 դրամ կարող են հետ ստանան, ու հիմնականում ես ոնց հասկացա հայտարարները ներկայացրել են անձիկ, ովքեր որ ունեն այդ 100,000 դրամը հետ ստանալու իրավունքը, որ հետ են ստացել։ Դա ճիշտ է։ Թիվը կազմում է 5 միլիարդ 786 միլիոն դրամ։ Այսինքն այդ կարելի է համարել ռեֆորմի արժեքը, որովհետև ավելի շատ այդ սոուսի ներքո է ներկայացվել, քան թե այսպես սոցիալական ծախս կամ օգնություն։ Նա այս հայտարարում ենք իրականում պետքա բան անել, մարդկանց խրախուսել ու պետքա դա տալ։ Հիմա այստեղ հարցը առաջանում, ինչքանով է ֆինանսական բանականության տեսակետից այս ծախսը ու այդ հայտարարողների տված ինֆորմացիան համարժեք։ Մյուս կողմից կար գլոբալ առումով մեծ տեսլական, որ սոցիալական կրեդիտների ինստիտուտը զարգանա, Ունդեղ տարբեր գաղափարներ կար, որ օրինակ համար կրթության ու առողջապահության ոլորտները հարկային արտոնությունից զրկվեին, բայց միևնույն ժամանակ մարդիկ ավելի թանկ վճարելով հնարավորություն ունեն մի բան ավել պետությունից հետ ստանային։ Հետո ոնց որ ծնվեց հայտարարման գաղափարը, կրեդիտների գաղափարը ինչ որ աղավաղված որպես մոտիվացիոն համակարգ ներդրվեց, բայց փորձը ցույց տվեց, որ ինքը չի աշխատելու, քանի որ տարին նոր է սկսվել, նորից հայտարարման թեման ակտուալ է ու այն օրենքի համաձայն ոնց որ այս տարի պետքա թոշակառուները հայտարարագրեն ու
իրանք էլ են ավելանում ու տեղել էլի ոնց որ մեդիա դաշտում բան կա, որ ասում են կենսա թոշակն էլ պետք է հայտարարենք, այդ հայտարարել բառը ենք օգտագործում, ոնց որ նաև հարկվի, հա, որտեղ այդ կոնտեքստով այնքը դրամատ բանանում, հատկապես այն լուծումը, որ ոնց որ դու ոչինչ չես հայտարարագրում, պեկը ունեցած տվյալներով քո տեղը լրացնում, ինքը չեմ ասի իդեալական է, բայց եղած իրավիճակից որոշակի ելքեր հաշվի առնելով, որ չկա նորից ակտուալ ID քարտերը, ID քարտերի խնդիրը ու թվային ստորագրության խնդիրը, տենց որ կպցնենք իրար ու կարանք ամփոփելով ասենք, որ հայտարարումը ինքը գլոբալ առումով լավ բան է, բայց մեր պետությունը, մեր քաղաքացիները ընդհանրապես պատրաստ չէին դրան, թե տեխնիկապես, թե ֆինանսական գրագիտության տեսակետով քայլերը ներգրավելու ով պետք է հայտարարի շատ կտրուկ էին, շատ արագ էին ու բավականաչափ ռեսուրս չտրամադրվեց մարդկանց կրթելու, բացատրելու, իրանց օգուտը ու պետության օգուտը ճիշտ ներկայացնելու։ Քանի որ այդտեղ անընդհատ փոխվում էր կարգը ու հիմա էլ մարտի 2-ից արդեն սկսվելու է հայտարարումը 2025 թվականի համար, հա։ Առաջարկում եմ մեր մյուս էպիզոդին ներկայացնել այս պահին ինչ կարգավորումներ է գործում, ով ինչ ունի անելու, ով էլ բան չունի անելու, կարող եք բաժանորդագրվել եւ իմանալ այս տարի հայտարարումը ոնց է անելու մեր հաջորդ էպիզոդում։ Ու вообще կարելի է բան անել, հայտարարման հետ կապված մի հատ top միֆեր սարքել, այդ միֆերը քննարկել, որտեղ տենց շատ միֆեր կան։ Անցած տարի բավականին շատ մեմեր կար, չգիտեմ, ասենք ինչ-որ օրինակ եմ էլի բերում, ինչ-որ սպորտսմեն ոսկե մեդալը տենց բռնած, ասում էր հիմա ես է պետք է հայտարարագրեմ, մեկը ասում էր ոչխարներից է պետք է հայտարարագրեմ, մեկը դեռ արդեն կատակ էր անում, որ օժիտս պետք է հայտարարագրեմ, ոնց որ տենց կարանք այդ միֆերի մասին է խոսանք, հասկանանք, թե ինչ է լինում։ Իսկ մի հատ սենց հարց, օրինակ այս եկամտահարկի նպատակային վերադարձման ծրագրերը քո կարծիքով ինքը ինչքանով է ճիշտ, երբ իմաստ ունի ու ոնց պետք է աշխատի իր կատարյալ այսպես իրավիճակում, որովհետև երեք էլ մի հատ կարծիք էի լսում, որ ասում են Հայաստանում շատ լուրջ խնդիր կա առողջության, մարդկանց հիմնականում իրենց ապրելակերպի հետ կապված ու միգուցե պետք է ոչ թե ծախսեր անել անընդհատ հիվանդանոցներ սարքելու կամ արդեն ծանր վիճակում գտնվող բուժառուներին բուժելու վրա, այլ մի 20 տարի առաջ նայել ու այսօրվանից սկսել եկամուտների վերադարձ առողջ ապրելակերպի համար ուղղված ծախսերի համար։ Օրինակ ինչ ես կարծում, որն է ճիշտ փաթեթներ կար չէ, որ պետական աշխատողներն ունեն ու այդ սոցփաթեթի գումարները կարող են օգտագործեն տարբեր հյուրանոցներին վճարելու համար գնային հանգստանային, բայց այդ մոտեցումը ինձ մի քիչ հիշացնում է, որ երբ որ զինծառայությունը դարձեցին տարի ու կես, կար առաջարկ չեմ հիշում ով էր առաջարկում, որ տարի ու կես դարձնեն մենակ չծխող զինվորների համար, այդ մոտավորապես ինչ որ շատ դժվար է էլի վերահսկել ու հասկանալ դա ճիշտ է սխալ է կամ արդյունավետ է կամ այսին գլոբալ առումով այդ սոցիալական կրեդիտների գաղափարը ինքը լավն է, բայց ինքը դեռ շատ հում է, կարելի է լավ մշակել ու խրախուսել, չգիտեմ, ճիշտ սպառողական վարքագիծ, այսինքն ինչի վրա մարդը կարող է ծախսեր անի ու այդ ծախսերը հետո իր հարկերից նվազեցնի, պետք է մեծ ծավալի աշխատանք անել, հա։ Okay։ Եվ մեր վերջին թեման, որը նաև մեր ոդկասթին է ինչ-որ կերպ վերաբերվում, ուրեմն նախորդ շաբաթ JD Vance-ի Հայաստան գալուց հետո YouTube-ը հայտարարեց, որ Հայաստանում սկսելու է աշխատել YouTube-ի մոնետիզացիան։ Ու միանգամից շատ մեծ քննարկումներ եղան, բայց մի հատ հասկանանք, էլի, ինչքան գումար է հնարավոր աշխատել YouTube-ի միջոցով։ Ուրեմն խոսքը YouTube Partner Program-ի մասին է, որում Հայաստանը կհայտնվի կարծես թե այս տարվա ապրիլից, ու այստեղ կա երկու լուր՝ լավ եւ վատ։ Ես վատ ասեմ, էլի, երբ որ գնում ես ուրիշ երկրներ ու սովորություն ունես YouTube-ով երկար ինչ-որ playlist լսել, ապա գովազդներ ընդհատում են ու այդ ամեն ինչը դառնում է շատ տհաճ, ու հասկանում ես օրինակի համար ինչի համար է շատ լավ աշխատում Spotify կամ մնացած ինչ-որ նմանատիպ հարթակներ, որովհետև YouTube-ով շատ դժվար է լինում։ Ընդ որում մենք նաև չենք կարողանում գնենք իրավունք, որ առանց գովազդի նայենք, որովհետև մեր երկրում դա չկար այդ բանը։ Ու տենց ոնց որ ասում են YouTube-ը իր կայֆը կորցնում էր ու ցավոք սրտի հիմա Հայաստանում ենք այդ խնդիրն ունենալու, որպեսզի առանց գովազդի նայենք, պետք է YouTube-ին վճարենք։ Այո, YouTube Premium։
Հա, վատ լուրն է, որ այսօր այդ Հայաստանում YouTube դիտելիս նայելու ենք նաև գովազդներ ու դրանք շատ են լինելու, իսկ լավն է, որ Հայաստանում YouTube content ստեղծողները այսօր կկարողանան այդ content-ից գումար վաստակել դիտումների դիմաց։ Բայց դրա համար կա պարտադիր պայման, edge-ը պետք է անպայման ունենա առնվազն 1000 հետևորդ եւ ունենա 4000 ժամ դիտում սովորական վիդեոների կամ 10 միլիոն շորտսերի դիտում վերջին 90 օրում։ Մենք շանս ունենք փող աշխատելու։ Հա։ Բայց այդ ոդքասթը շրջանակում է հարցնում։ Մենք այս պայմաններին համապատասխանում ենք ու մի կտոր կա, որ մեզ շանս է տալիս մի քիչ շատ փող աշխատելու, հեսա կասեմ։ Ուրեմն ամենակարևոր հարցը այն է, որ ռեալ ինչքան փող է հնարավոր Հայաստանում աշխատել այս ճանապարհով։ Դրա համար պետք է հասկանանք այդ գումարը որտեղից է ձևավորվում։ Բիզնեսները կամ մարդիկ դնում են YouTube-ում գովազդում են իրենց ապրանքը, եւ ինչքան դիտում են այդ գովազդը մարդիկ, այդ գումարը YouTube-ը վերցնում է, մի մասը պահում է իրեն, մյուս մասը տալիս է այդ բովանդակությունը, այդ վիդեոները ստեղծողներին։ Ուրեմն, եթե ձեր վիդեոն դիտում են զարգացած երկրներից, ասենք ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, չգիտեմ, Եվրոպայի այն top երկրներից, բնականաբար այնտեղ գովազդի արժեքը ավելի մեծ է ու եթե օրինակ, ասենք 1 միլիոն դիտում ունեցող վիդեո է ունեցել YouTube-ում, ապա հնարավոր է դրանից վաստակել, ասենք 5000-ից մինչև $20000 մի վիդեոյի համար։ Բայց դա այտենց top զարգացած երկրներում։ Ուրեմն ինչքան կարա այդ կազմի Հայաստանում, դրա համար ChatGPT եւ Gemini-ի օգնությամբ փորփրել եմ այդ վիճակագրությունը Հայաստանի նման երկրներում, օրինակ Վրաստանում կամ Մոլդովայում ոնց է եղել։ Ուրեմն այստեղ RPM-ը, այսինքն 1000 դիտման դիմաց ինչքան գումար է քեզ բաժին հասնում մաքուր, բոլոր պահումներից հետո կարող է կազմել ընդամենը 1-ից 2 դոլար, կախված ինչ թեմայով կոնտենտ ես անում, օրինակ ժամանցային կոնտենտը, սթրիմերը, ինչ-որ, չգիտեմ, հումորային կոնտենտը ավելի ցածր է գնահատվում, բայց եթե դու խոսում ես բիզնեսից, ֆինանսներից, այնպիսի կոնտենտից, որը բիզնեսներին է հետաքրքրում եւ այդտեղ կարող է բարձր, այսպես եկամուտ լինել, հա, այստեղ գումարը կարող է մի քիչ բարձր լինել, ասենք 1-2 դոլարի փոխարեն լինել 2.5-3, բայց ոչ ավել։ Ու այս գներով ստացվում է, որ եթե օրինակ ունես 100,000 դիտում ունեցած վիդեո Հայաստանում, ձեր եկամուտը կարող է լինել, ասենք 100-200 դոլար, ոչ ավել, ինչը որ լավ է թե վատ։ Ինձ թվում է ինքնարժեքի ցածր է։ Ինչը որ ինքնարժեքի ցածր է։ Բայց եթե նախկինում այդ ոդքասթը նկարում էր ու ոչինչ չէր աշխատում, հիմա աշխատում է, արդեն ված չի։ Բայց դա ընդունենք, որ հայկական տերույթում 100,000-անոց ոդքասթը դա շատ լուրջ է ու շատ բարդ է դրան հասնել, հատկապես որ մեջը հիմա գովազդ է լինելու։ Այտենց կարելի է մատերի վրա հաշվել, քանի այտենց ոդքասթներ կան, որ 100,000 ու ավել միջինում դիտում են ունենում։ Էնպես որ մենք շարունակելու ենք մեր ոդքասթը անել ձեզ համար, այլ ոչ թե փողի համար, իսկ ձեզանից հասնում է բաժանորդագրվել, հետևել How-to-be edge-ին, գրել կոմենտներ, հարցեր եւ ընդհանուր այսպես արձագանք տալ, որպեսզի մենք շարունակենք մեր էպիզոդները։